Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն ալջան։ Պարոն Սարգսյան, նախընտրական թեժ իրավիճակ է Հայաստանում, չնայած որ դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկին կա, բայց այնուհանդերձ դուք տեսնում եք ուժեր, որոնք եթե գան իշխանության, պատերազմ է լինելու։ Իրական նախընտրական ավելի շուտ սկսեց գալիորեն, ես ինչպես անցած տարի որ զրուցում էինք, հələ հոտը գալիս էր դրա Բագրատի շարժումը, բանը այդ ամեն ինչը, որը միշտ կապում էինք Իրենկոյի հետ, Իրենկոյի ղեկավարած այդ խմբերի, որոնք որ միշտ խառնվում են ընտրությունների ժամանակ, այնպես որ այո, վաղուց է սկսել, հետո արդեն Փաշինյանի ոնց ասեմ, այցերը մարզեր կարկանդակով եւ կարտոֆիլով եւ այդ ամեն ինչով, ինքը անշուշտ նախընտրական է, հենց որ նախընտրականը սկսել է վաղուց։ Ուժերը, որոնք կգան իշխանության կսկսի պատերազմ, դու սենց ասեմ, շատ քիչ հավանական է, որ անկանխատեսելի ինչ-որ բան լինի եւ ինչ-որ այլ ուժ իշխանության գա, բացի ԿՊ-ից, իշխանել ինձ տենց ուրախ չեմ այդ փաստից ֆիքսելուց, բայց այս պահին դա է։ Այսինքն նույնիսկ քննարկել իմաստ չունի։ Մենք կարող ենք ենթադրել, որ եթե օրինակ ըստ խոսույթի Եթե Քոչարյանեն կան իշխանության, Քոչարյան ասացի մի քիչ դաշնքյալ չգիտեմ ինչ, կամ ասել չգիտեմ Սամվել Կարապետյանը գա, դա շատ լավ ռոպագանդիստական քայլ է, որը որ Նիկոլը փորձում է հрамցնի, բայց դա այդպես չի, թե Սամվել Կարապետյանը եւ թե Ռոբերտ Քոչարյանը բացառապես պրագմատիկ են, իրանք բան չեն, իրանք սուբյեկտություն չեն ուզում Հայաստանի համար, Հայաստանը իրենց համար սուբյեկտ չի, Հայաստանը Ռուսաստանի անցյալն է կամ ճորտը Իսկ անցյալը կամ ճորտը չի կարող վարել պատերազմ, ինքը կարա մասնակցի սկսված պատերազմի կամ հրաման կա տարի գնալ մեռնել, բայց ոչ մի դեպքում չի կարող սկսել պատերազմ, ճորտը պատերազմ չի սկսում, ճորտի ձեռքում չի, իրանց պատկերացրած այդ պրոռուսական ուժերի պատկերացրած Հայաստանը, որ մեկը կարում է, մյուսը ձևում է, մյուսը ինչ-որ սենց բաներ անում, այդտեղ Հայաստան չկա, Հայաստանի հոտ չի գալիս այդտեղ Դա ռուսական գուբերնիաներ են, իսկ ռուսական գուբերնիաները մեռնելու տեղ ունեն, դա Ուկրաինան է։ Հենց որ ոչ, չեմ ակնկալում, որ նույնիսկ այդ հիպոթետիկ տարբերակը դիտարկելուց ավելի շուտ մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրանց երեխեքը կտանեն, ռուսները կտանեն Ուկրաինայում սատկելու, ոչ թե կսկսեն ինչ-որ պատերազմ, որը Աստված մի առաստի օգուտ կլինի Հայաստանին։ Այսինքն, եթե անգամ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը գան իշխանության, պատերազմ չեն հրահարելու, սա իշխանության մանիպուլյացիաներն են։ Այո, իհարկե, պատերազմ Ադրբեջանի հետ չէ նկատում ես նայում։ Հա։ Որովհետև այն նրանք, որ Աստված մի առաստի հնարավոր չի դա բացառվում, ոչ մի ձև չի ստացվում, բայց եթե նրանք գան իշխանության, Հայաստանը ավտոմատ հայտնվելու է պատերազմի մեջ ընդդեմ Ուկրաինայի որպես Ռուսաստանի ճորտ։ Այսինքն դա չի նշանակում, որ պատերազմ չի լինի, եթե իրանք գան, ոչ, իրանք որ գան, շատ ավելի վատ պատերազմ է լինելու, այսինքն որը ոչ մի իմաստ չի ունենալու Հայաստանի համար։ Ինչ վերաբերվում է Արցախի հարցին, ենթադրում եմ Արցախի մասին, ոչ թե Նախիջևանի եւ ոչ էլ Սևրի պայմանագրի, այո, դա մեծ հաշվով իշխանության մանիպուլյացիա կարելի է համարել, մանիպուլյացիա չի, նախընտրական մանիպուլյացիան, գիտեք ինչ վիճակը, մանիպուլյացիան այդտեղն է, որ քեզ ինչ որ բան ստիպում են դու անես, այստեղ չեն ստիպում դու անես, քեզ ուղղակի վախեցնում են, սա ավելի շուտ կամ աբեկչությունա կամ նախընտրական ինչ որ, նո սենց ասեմ, մեքենայություն, որ շեղվի ուշադրություն, հասկանում ես, տնտեսական հարցեր կան բազմաթիվ, սոցիալական հարցեր կան բազմաթիվ հարցեր կան, որոնք կապված են արտաքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականության մեջ ճիշտ դիրքորոշում ստանալու մեջ, բազմաթիվ հարցեր կան, որոնք որ առաջացել են Ամերիկայի եւ Իսրայելի, իրականում Իսրայելի դրդմով ամերիկյան զորքերի ագրեսիվ վարքի Իրանի հանդեպ, այս ամեն ինչը մեր վրա արձագանքելու է, մենք խնդիրներ ունենք լուծելու։ Եվ 19-րդ դարի մենտալիտետով բաները ուժը ոնց որ տենց իմաստ չունեն, նույնիսկ քննարկվելու հարց չպետք է լինեն, էլի։
իշխանությունը բաներ ունի ներկայացնելու, որովհետև ինքը գնում է որպես հաղթող ուժ, դա ակնհայտ է, իշխանություն ունի ու վարկանիշներով ամենաբարձրն։ Այսինքն ինքը պետք է ներկայացնի ամենակշռադատված, ամենասառը, ամենավերլուծված, չգիտեմ, ամենատրամաբանական ծրագիրը, բայց դա այդպես չի ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում։ Պարոն Սարգսյան, այդ դեպքում, եթե Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու Նախիջևանի, Արցախի, Նախիջևանի համար Թուրքիայից Արարատ չեն պահանջելու, բա դուք ինչ ավելի վախենալու պատերազմի մասին եք խոսում։ Ուկրաինա։ Ինչ կապ ունի Հայաստանը ռուս-ուկրաինական Հայաստանը, որ դարձավ Ռուսաստանի ճորտը, հիմա արդեն օրենքները Ռուսաստանում ընդունվում։ Ասենք ռուսական բանակը կարա գնա մտնի։ Ձեզ թվում է հիմա քիչ կա, շատ են բավականին մարդիկ, ում ստիպում են, որ իրանք գնան ռուսական բանակում զորակոչվեն եւ գնան։ Դուք էլ հիմա այդ նույն սցենարով էլի չկահաբեկում ժողովրդին, ինչ գիտեք, որ եթե օրինակ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը գան, հայ զինվորները գնալու են ռուս-ուկրաինական ճակատ։ Որովհետև Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիսանում քաղաքական սուբյեկտներ։ Իրանք հանդիսանում են ռուսական հատուկ ծառայությունների կամ օլիգարխատի ներկայացուցիչներ / ծառաներ։ Իրանք միջազգային հարաբերությունների սուբյեկտ չեն։ Դա պրոբլեմը։ Այսինքն Հայաստանը իրանց ղեկավարության ներքո չի կարող հանդես գալ միջազգային դաշտում որպես անկախ պետություն։ Նիկոլի ժամանակը քրքաշ հանդես գալի, սրանց ժամանակ ընդհանրապես չի։ Տեսել ենք էլ, ես չի որ փորձնես բան դատարկներից։ Չէ, ինչն է հիմք տալիս ձեզ պնդելու Քոչարյանի իշխանության լինելը։ Հենց այն տարիներին, երբ Հայաստանը կարող էր ակտիվորեն գնալ դեպի օրինակ արևմտյան համակարգերի մեջ խորը ինտեգրման։ Իսկ ինքը 80 միլիոնով գույք պարտքի դիմաց տվեց Պուտինին։ Սամվել Կարապետյանը, որը կարող էր կառավարել էլեկտրացանցերը, հենց ինչպես դա վայել է նորմալ 21-րդ դարի էլեկտրաէներգիայի ընկերությանը, իսկ կառավարում ես որպես Ռուսաստանի ԺԵԿ։ Կեն ինչ ասեմ։ Հերիք չի։ Ինձ թվում է հերիք։ Պարոն Սարգսյան, գալով ՔՊ-ի նախընտրական ծրագրին, միակ ուժն է, որ այս պահին ամբողջական ծրագիրը հրապարակել է բոլոր ոլորտների հետ կապված, եւ կարծեք թե 21 թվականի ծրագիրը գլխիվայր շուրջ տված ներկայացնում են։ Արցախի մասը բնականաբար հանած է, ընդամենը եթե օրինակ 21 թվականի ծրագրում 38 անգամ օգտագործում էին Արցախ բառը, անվտանգության, ինքնորոշման, Հայաստանի կողմից երաշխիքներ տալու, ԵԱԿ Միսկի շրջանակներում խնդիրները լուծելու, միջև անգամ դեօկուպացված տարածքներն ազատագրելու եւ լղին վերականգնելու կոնտեքստում, այս մի ծրագրում ընդամենը մեկ անգամ Լեռնային Ղարաբաղ ձևակերպումն է օգտագործվում, այն էլ բռնի տեղահանվածներին տներով Հայաստանում ապահովելու կոնտեքստում, սա ինչպես եք մեկնաբանում։ Դա կուսակցության քաղաքական ծրագիրն է, ես չպետք է մեկնաբանեմ դա։ Այսինքն, չէ, ես կարող եմ բացատրել ինչու է կամ փորձել բացատրել ինքս վերլուծելուց հետո, բայց մեկնաբանել ինչը մեկնաբանում։ Իրանց քաղաքական ծրագիրն է, քնքած հրապարակած։ Դրանից այն կողմ բան չկա, մարդիկ կարթա եւ որոշում կայացնի։ Ինչ պատճառներով է հենց այդ ծրագիրը ոչ թե մեկ այլ ծրագիր, դա իրականում ԿՊ-ի եւ արդյոք այդ ծրագիրը համապատասխանում է մարդկանց իղձերին մեծ հաշվով, բացի իրանց կողմնակիցներից, դա է քերեւ։ Ես ուղղակի պետք է ասեմ, որ մեզ մոտ ծրագիրը ոչ մեկ չի կարդում ցավոք սրտի, մեզ մոտ Հայաստանում պոդկորտեն պետություններում ոչ մեկ բան չի անում, նույնիսկ սոցիալիստական նախկին սոցիալիստական ճամբարում ծրագրային դրվագները այդքան կարևոր դեր չեն խաղում, բանի Օրբանի պարտությունը ցույց տվեց, որ ծրագրային առանձնապես ուշադրություն ծրագրի ոչ թե ծրագրին էր, այլ նրան վենսը եկավ ինչ բառաչեց եւ ինչի պետք է մենք Օրբանին տաշենք թեմայի մեջ պետք է լինի ընտրությունները։ Դե հիմա տենց է, հիմա այս երկրները տենց է։ Դեռևս այդ քարանձավային բանից չի դուրս է։ Մարդիկ փորձում են ընտրել մարդուն,
մարդիկ փորձում են ոչ թե ծրագիրը, այլ լավագույն դեպքում, եթե շատ իրանց վրա աշխատում են, փորձում են այդ ամեն ինչից զտել գաղափարը եւ ասել, որ այս գաղափարի կողմնակից են։ Կամ իրանց տենց են ասել, գնանք կասեք, որ մենք գաղափարի կողմնակից են։ Ծրագիրը ոչ մեկ չի կարդում։ Պարոն Սարգսյան, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը վերջնական փակում է վերադարձի իրավունքի թեման, նույնիսկ ՔՊ-ի ծրագիրը ներկայացնելու լայվի ընթացքում ասում էր, որ դա լավ է նաև արցախցիների համար, որովհետև ասում է ինչքան կարան այդ մարդիկ լինեն պատանդներ, սա դուք ինչպես կմեկնաբանեք, ասում է ես ասում եմ, այո, մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձ իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև լավ մարդիկ ինչքան պետք է մեր Ղարաբաղի ինչքան պետք է մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում, այն որ բռնի տեղահանվածը դարձավ տեղահանված, հիմա էլ տեղահանվածը դարձրել է Նիկոլ Փաշինյանի իր խոսույթով փախստական, բայց այստեղ հետաքրքիրն այն է, որ ասում է, որ դա վերադարձի թեման փակելը բխում է նաև նրանց շահերից, իսկապես նրանց շահերից է բխում այդ թեմայի մասին խոսելը։ Ոչ, Նարեկ ջան, այստեղ դու չես սիրում ասել, որ դու էմոցիոն ես հարցը տալուց, բայց երևում է, որ մի քիչ վիրավորված ես այդ ամեն ինչից։ Այ իհարկե դու ճիշտ ես վիրավորված։ Դու հիմք ունես վիրավորված լինելու։ Ցանկացած Հայաստանի քաղաքացի եւ հայ իրավունք ունի վիրավորված լինելու, ասեմ ավելին, ցանկացած մարդ, ում համար մարդու իրավունքները եւ Հելսինկյան Բանջենյան կոնվենցիաները եւ Հելսինկի հիմնադիր ակտը նշանակություն ունի, ինքն էլ վիրավորված իրավունք ունի։ Բայց նորից եմ ասում, սա քաղաքական ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով ոչ մի բանով չի տարբերվում բոլոր մնացածից ինքը տենց քաղաքական կուսակցության առաջնորդը ինքը առաջարկում է։ Հիմա մարդիկ կան առաջարկում են, ասենք չգիտեմ, ինչ ասեմ, կարել ու ձևել։ Հիմա ինչ անենք։ Հիմա էլ իրանց ծրագիրն է։ Պետք չի դրան շատ ավելի մեծ նշանակություն տալ, քան բան։ Այն ինչ որ ինքը ասում է, դա իրականություն չի։ Այն ինչ որ ինքը ասում է, որ արցախցիների վերադարձի իրավունքը, դա շատ տարօրինակ է իրականում օրենսդրական դաշտից, եթե ելնենք, եթե մենք չենք դիտարկում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եթե Արցախը դիտարկում ենք, որ ինքը շարունակում է մնալ այն կարգավիճակով, որ ինքը փորձում է Ադրբեջանից կարգավիճակ ձեռք բերել, անկախ, ավտոնոմ, թե իրակազմում, թե ոնց ուզում է լինի ամեն դեպքում, արցախցիների վերադարձի իրավունքը իրավական տեսանկյունից գտնվում է այն կազմակերպությունների, որոնց անդամ չի այլևս Ադրբեջանը, եվրոպական ինչ-որ կառույցների, կամվում Ադրբեջանն է օրենսդրության շրջանակներում։ Այն ինչ-որ տրամաբանական է եւ ինչի համար, որ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իր դիրքերը ուժեղ են, չնայած ինքը առնվազն չպետք է խոսի այս թեմայից, այդ իրան խիստ անհրաժեշտ է հասկանալ, որ ինքը չպետք է խոսի այս թեմայից, պետք խոսում ալավ է իր խնդիրն է, բայց այնտեղ որտեղ միակ կետը, որտեղ որ ինքը ճիշտ է, դա եթե Հայաստանի Հանրապետություն հայտարարում է ինչ-որ մի բան, որը վերաբերվում է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղին, եւ այդտեղ գոյություն ունի 1 քառակուսի սանտիմետրի ընդվզում, դա ավտոմատ կերպով նշանակում է կազուս բելի պատերազմի հայտարարում Ադրբեջանին։ Այստեղ դու ինչ ուզում ես արա, հիմա ոնց ուզում ես պատտվի։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի եւ արցախցիների միջեւ։ Արցախցիները նույնիսկ դասական բանի են, որ Նետանյախուը ուզում է Գազայում տենց անի, Գազայի հատվածում։ Չկան արցախցիներ, չկա պրոբլեմ։ Վերջ։ Որտեղ պետք է լինեն մարդիկ, որ ինչ որ մեկի հետ քննարկես։ Այդ մարդիկ չկան, այդ հարցը գոյություն չունի։ Որովհետև եթե հողը չի հարց լուծում, մարդն է լուծում։ Եթե տենց նայեք թե ումն է հողը ամենաառաջինը, ամենասկզբից այդտեղ դինոզավրներն են։ Եվ հիմա դինոզավրների ժառանգները ամենամոտիկ օրինակ բանի T-Rex-ին ամենամոտիկ T-Rex դինոզավրին, ամենամոտիկ կենդանին այսօր հավն է, հասարակ հավը։
Հավերը չեն կարող ներկայացնել պահանջ ամբողջ երկիր մոլորակի համար, չէ, կարող կարան, բայց իրենք կարող են։ Հողը չի ստեղծում իրավունք։ Մարդն է ստեղծում իրավունք, հողը այդ իրավունքի մի մասն է։ Բայց ոչ պետությունը առանձին իրավունք ունի, ոչ հողատարածքը իրավունք ունի։ Մենակ մարդ ունի։ Բարձր մարդ այդում։ Դուք ասում եք սա քաղաքական կուսակցության ծրագիր է եւ ասում եք, որ հավանականությունը մեծ է, որ ինքն է էլի վերարտադրվելու որպես իշխանություն։ Բայց եթե սա իր ծրագիրն է, նա դա վաղը կդարձնի կառավարության ծրագիր, կբերի ԱԺ եւ կանցկացնի։ Այո, դրա համար գոյություն են ընտրություններ, նորից։ Դե մենք երկուսս իրար հասկանում ենք, չէ՞, ընտրություններ են։ Բաց մարդը հայտարարում է, էս եմ անում։ Okay, հիմա պետք է հասկանաս, ինքը ասում է, էս եմ անում, էս եմ անում, էս եմ անում։ Էս ուտեմ, էս ուտեմ, էս ուտեմ։ Մարդիկ պետք է գնան ասեն լավ, էսի ասում է, էս եմ անում, էնի ասում է, ոչի Հայաստան պետք է չլինի։ Են մեկը ասում է, սաղ պետք է լինի բան, տաշիր, մեծ, կամ վաճառակետ, կամ էլ ցանցեր։ Իրանց ձևով, են մեկը կարել ձևերով, են մեկը չգիտեմ ինչով։ Իհարկե տղաճ է, բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ մեզ մոտ այս ընտրությունները հերթական կրկեսը դարձան։ Եվ Նիկոլ Փաշինյանը, եթե 21 թվին անվտանգային ամբողջ հույսը կապում էր Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ, հիմա ՀԱՊԿ-ի մասով ասում են ապասառեցում չի լինելու, Ռուսաստանի հետ ասում է պետք է վերանայել հարաբերությունները։ ՀԱՊԿ-ի հետ կապված ըստ ձեզ ի՞նչն է դեռ իշխանություններին հետ պահում դուրս գալուց եւ Ռուսաստանի հետ ինչպես պետք է վերափոխել հարաբերությունները։ ՀԱՊԿ-ից դուրս գալը ինձ թվում է ամբողջությամբ կապված է իրանց անձնական մոտեցումների, իրանց ռիսկերի գնահատումից է բխում։ Այսինքն իրանք գնահատել են, որ եթե այս քայլերը անեն, այսպիսի արձագանքներ կլինեն, եւ իրանք չեն պատրաստվում այդ արձագանքների դեմ կամ չեն կարող, կամ չեն ուզում դրա վրա ռեսուրս ծախսեն, կամ չեն կարող դրա վրա ռեսուրս ծախսեն, կամ ընդհանրապես չեն կարողանում այդ ռիսկերը կառավարել, հետեւաբար որոշում են, որ սառեցված վիճակում թողենք ինքը իրանք չորանա կընկնի։ Սա վտանգավոր է, կարա եւ չչորանա չընկնի, կարա եւ բորբոքային process-ը շարունակվի։ Այդ ամեն դեպքում ինքը կույրաղիկը ճիշտ է կտրել։ Դա ձեզ դուր է գալի, դուրս չի գալի դա, բայց իրական վտանգը իհարկե ոչ թե ՀԱՊԿ-ում, այլ ԵԱՏՄ-ում, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է վերանայել։ Ես իհարկե չեմ վստահում Նիկոլ Փաշինյանը, վերջին մի քանի անգամ ենք որ փորձում են շուտ բան Ռուսաստանի հետ վերանայել, ավելի վատ է ստացվում։ Այսինքն վերանայման ընթացքում իրան նենց են կուտ տալ, ինքը տակից չի կարողանում դուրս գա ու տենց մնում է բիզնեսի։ Ինձ շատ ուրախացնում է եւ շատ հանգստացնում է այս պարագայում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կնքվելիք է մայիսի սկզբին կնքվելիք ռազմավարական դաշնային պայմանագիրը, որը թույլ կտա արդեն դաշինք կազմելով Ֆրանսիայի հետ բավականին մեծ քանակությամբ անվտանգային տնտեսական եւ ռազմական հարցեր դնել ունի վրա եւ լուծել եւ միևնույն ժամանակ շատ մեծ հույսեր կան, որ ինչ որ մի պես շատ կարճ ժամանակահատվածում ի վերջո Թուրքիայի սահմանը կբացվի եւ տնտեսական այդ շարժը թույլ կտա ամբողջությամբ կտրվել Ռուսաստանից նաեւ բան, որովհետեւ մյուս կողմից օրինակ պատկերացրեք գազով, որը մեզ վախեցնում են եւ դրա փոխարեն 9 միլիարդ դոլարով անհասկանալի փուչիկ ինչ որ բաներ, մոդուլային ռեակտորներ, հենց հիմա կարելի ասեմ, չգիտեմ, Ֆրանսիայից ինչքան 4.5 միլիարդով պատվիրել 4 գիգավատանոց ռեակտոր, որը 2 տարուց կաշխատի մեծամորում, հա, սա հարցերը կլուծի, ընդ որում գազի հարցերն է կլուծի։ Այսինքն ռազմավարական տեսանկյունից Նիկոլին միշտ տուժում են, միշտ թույլ են, չեն կարողանում վերլուծել, իրականությունը ժամանակի մեջ չեն կարողանում վերլուծել։ Սենց ինչ-որ անիմաստ բաների վրա են ուշադրությունը շեղում։ Ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ 21 թվականի, դե 21-ը որ հիշես նա ջան, դետին այլանդակություն։ Պատերազմից կովիդից հետո ընդհանուր շոկ, հոգեկան, հոգեբանական շոկ, սաղ տարս։
Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ ծրագիրը շուռ տալ չգիտեմ ինչին ա պետք։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն գաղափարը պայպայել, որ ինքը կբերի 20 սահմանադրական մեծամասնություն, կփոխի սահմանադրությունը եւ 2-3 տարվա ընթացքում մի հատ ընտրություններ կանի արդեն փոփոխված սահմանադրություն։ Պարոն Սարգսյան, Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Հայաստանում նոր քաղաքական առաքելություն տեղակայելու հարցը եւ ըստ հրապարակման դա պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների եւ անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ եւ նշվում է, որ առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա 2 տարվա մանդատ եւ կկոչվի Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն։ Ինչու 2 տարի, եթե ընտրություններն ու հետընտրականներ եթե վերցնենք, 1 ամսից ամեն ինչ ավարտվում է։ Ընդհանուր առմամբ ինձ թվում է Եվրամիության ընթացակարգն է այդպեսին Աջան, եթե հիշում ես դիտորդական առաքելությունը սահմանային եւս 2 տարվա մանդատ էր միշտ։ Դա ներքին եվրոպական բաներից է ելնում, գործընթացներից է ելնում։ Եվ իրենք ինչ են անելու, օրինակ ցույց են տալու, ասեն այս ուժի փողերը Ռուսաստանից է եկել, Չինաստանից, Ճապոնիայից։ Չէ։ Այդքան տրիվիալ, այդքան վուլգար չի ամեն ինչ։ Իրանք այդ պայքարը որպես այդպիսին այդ կիբերհանցագործությունները դա միայն դա չեն, դա բանկային մեքենայություններն են, որ WhatsApp-ով ձեզ հղումներ են ուղարկում, որի արդյունքում դուք փորձում եք ձեր քարտը։ Դրա դեմ պայքարն է, այսինքն ամբողջական գործընթաց է, որը Եվրոպայում վաղուց գնում է եւ այդպիսի մեծ ուշադրության չի արժանանում, որովհետեւ ինքը այնտեղ ռուտին է, ինքը այնտեղ ամենօրյա գործընթաց։ Իրանք ուղղակի այս գործընթացի ամենակարևոր մասերից մեկը վերում են, օրինակ Հայաստանը, քանի որ քննարկում ու ակտիվորեն վիզաների ազատականացման հարցը, այդ կիբերանվտանգությունը նաեւ նրան է վերաբերում, որովհետեւ ազատականացված վիզաները նշանակում որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է ինչ որ ցանկացած պահի նստի ինքնաթիռ եւ գնա 90-ով գնա Եվրոպա գա, այսինքն Հայաստանը ամբողջական ինտեգրվում է եվրոպական սենց ասեմ առնվազն Եվրամիության սոցիալական կյանքի, տնտեսական այդքան էլ չէ, բայց սոցիալական մշակութային բան կյանքին ինտեգրվում է եւ հետեւաբար դու որպես կամ ես որպես Հայաստանի քաղաքացի այն մինիմալ պահանջները, որոնք հիմա կան, իրանք փորձում են ապահովել։ 1. Դա սահմանին կանգնած դիտորդական առաքելությունն է, որը 2022 թվականին եկավ, թե 2023 թվականին եկավ, որը փակում է մեզ բանից արտաքին պատերազմը դու փակում է մասնակցում է Հայաստանի անվտանգային սահմանային անվտանգության, այսինքն չափավոր առմամբ նաև ռազմական բան, չնայած իրանք ռազմականացված չեն։ Այսինքն սահմանին են կանգնած եւ հիմա կիբերանվտանգություն են ապահովում, ինչը ուղղակի շարունակություն է այդ ամեն ինչի։ Կա էլի մի քանի ոլորտ, որտեղ որ իրանք պետք է ներգրաված լինեն, ուշ թե շուտ կլինեն, բայց այս երկուսը երևացող որոշումները կայացված են։ Մասը նորմալ է դա ինտեգրման Հայաստանի եւ Եվրամիության ինտեգրացիոն գործընթացների արտահայտումն է, արտացոլումն է, ասա սենց է պետք պատկերացնել եւ ոչ թե որ հեսա գալու են ասեն Ռուսաստանը, բոլորս գիտեն որ Ռուսաստանն է, Ռուսաստանի դեմ պայքարը հանգիստ կարելի է անել ոչ մեկին չտեղեկացնելով ԱԱԾ-ի, ՊՆ-ի եւ դատախազության եւ բանի ներքին գործերի նախարարության համապատասխան գոլեգաների հետ Ֆրանսիայում պայմանագիրը ստորագրելու թեմա բացնելով ոչ մի պետք է չի ոչ մեկին հայտարարել։ Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները լրիվ թույլ են տալիս միջգերատեսչական խմբեր ստեղծել, որոնք այդ ամեն ինչը կանեն։ Ու կարիք չկա ընդհանրապես դրանց մասին հայտարարել հեռուստատեսությունով կամ ԶԼՄ-ներին։ Եվ վստահեցնում որ դա այդ գործընթացը գնում է։ Նման գործընթացներ լավ սենց։
Պարոն Սարգսյան, տեսեք, նշվում է, որ ըստ Ազատություն ռադիոկայանի հրապարակման, ասում է, որ այս առաքելությունը էապես կփոխարինի Հայաստանում մեկ այլ 2023 թվականին ստեղծված առաքելությանը, որը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու առաքելություն ուներ։ Ինչ բան կա, նմանություն կա այս երկու առաքելությունների։ Մեկը մյուսին ինչպես կարող է փոխարինել։ Նա ասում էր հսկում սա ինչ որ հիբրիդային պատերազմ է։ Ազատությունը նույնիսկ այն ժամանակ, երբ ազատությունը ֆինանսավորվում էր ամերիկյան կոնգրեսի կողմից, ինքը առանձնապես ինձ մոտ վստահություն չէր ներշնչ, որպես այդպեսին։ Իրա մենակ շոշոփն էր մնացել անվան, իսկ աշխատողները հիմնականում տարօրինակ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ էին։ Դրա համար չեմ կարող հիմա ինչ-որ բան ասել, ինչի ազատությունը գրել։ Որևիցե նման բան չկա, վերջերս երկու շաբաթ չի անցել, ինչ եվրոպական դիտորդական առաքելությունը ասաց, որ ոչ մենք չենք պատրաստվում կասեց։ Այսինքն մենք շարունակում ենք մեր գործունեությունը, որոնք եւ սահմանն են կանգնում։ Մա իրանց վստահել կարելի է։ Ազատությանը ընդհանրապես չի կարելի։ Շատ կարևոր է թե նման ԶԼՄ-ներում սա ուղղակի է հիբրիդային պատերազմի մի մաս է, հա։ Անկախ ամեն ինչից, օրինակ ռազմական հարցերից, եթե լրագրողա գրում, ով լրագրողուհի է, ես միշտ փորձում եմ 7 տեղից ստուգել, որովհետև օրինակ այս դեպքում չգիտեմ, ոնց են որոշել, որ դա տենց ինչ են արել, եթե հղում կա, ես չեմ կարդում ազատությունը, դու ես ասում ես, ինձ համար տարօրինակ է, հղում տվել են հոդվածում, ում վրա, թե ենթադրել են։ Ճիշտ ասած, հաստատքները իրենց տրամադրության տակ են հայտնվել, բայց արեք ոչ թե լրատվամիջոցին քննարկենք, այլ լրատվամիջոցին ընդհանրապես չեն քննադատում։ Լրատվամիջոցը խոսքի ազատության իրավունք է, ով ինչ ուզում ասում է, հարցը էդի չի։ Հարցը այն է, որ եթե դու լրատվամիջոց ես եւ ասում ես, որ էս սենց է, ես ուզում եմ տեսնամ հղումը նյութի։ Հաստատքները, որոնք իրենց տրամադրության տակ են, դա կարող է օրինակ սևագիր լինի։ Դա կարող է լինի Օրբանի առաջարկը Եվրամիությանը։ Եկեք դա փակենք, սա բացենք։ Դա կարող է, ասենք, չգիտեմ, Ֆիցոյի առաջարկը լինի, որոնք հակաեվրոպական են եւ պրոադրբեջանական։ Այս ամբողջ բաները պետքա վերլուծել նոր տալ։ Հասկանում եք, դուք ասենք լրագրողներ ասում են, փաստաթղթերի տրամադրության տակ ինչ փաստաթուղթ։ Եվրամիության փաստաթուղթն է։ Բրյուսելից ձեզ փաստաթուղթ են ուղարկել։ Այսինքն այս ամբողջ բանը ցեպոչկան Բրյուսելից մինչև Հայաստան, Հայաստանի դեսպանատուն, Հայաստանի ներկայացուցիչ։ Չէ, դե հեղինակը այլազգի է, ենթադրվում է, որ կենտրոն։ Այդ այլազգին ասենք ստուգել եք, ով է, կարող է Ադրբեջանից կամ Ռուսաստանից։ Կենտրոնական ծառայությունն է հրապարակել այս տեղեկությունը։ Բանի Չեխիայի։ Դե պետք է ստուգել ով է, որովհետև մեր մոտ տենց բան չկա։ Կարող է, չեմ բացառում, բայց երբ որ դուք ասում եք, որ իմ տրամադրության տակ կա փաստաթուղթը, եթե այնտեղ չկա անձնական ինֆորմացիա, այսինքն օրինակ Էփշտեյնի ֆայլերը, որ ասում են, չգիտեմ, Տրամպը աղջիկա բռնաբար է, մենք ունենք բան, այդ աղջիկա նամակը մեր ձեռի տակ է, այդ աղջիկա անունը փակ է, նկարը փակ է։ Բայց այն ինչ որ վերաբերվում է իրականությանը, ասում է, հիմա այդտեղ որևիցե այդպես թեմա չկա, որ մի մարդու ինչ որ մարդու իրավունքները խախտվում է։ Չէ, դա մեր իրավունքն է դա իմանալ։ Հենց որ եղբայր, եթե քո տրամադրության կա փաստաթուղթ, տրամադրության տակ կա փաստաթուղթ, որը դու ասենք ոչ թե զիբլանոցից ես գտել, այլ ինչ որ չինովնիկի սեղանից գողացել ես, բարիղի հրապարակի մենք էլ իմանանք։ Եթե չէ, ազատություններ են ունենում եւ ինֆորմացիաներ են։ Կարող է, բայց ասում եմ, էլի եմ ասում, ազատության վարկանիշը ինձ թույլ չի տալիս։ Լավ, պարոն Սարգսյան, այլ թեմաների անդրադառնանք։ Ռուբեն Վարդանյանը նամակ է գրել, հրապարակել եւ ակնկալում է մարդու իրավունքների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այցը Բաքու, պետք է ՄԻՊ-ը քայլեր ձեռնարկի իրեն այցելելու համար, թե ոչ։ Հայաստանի ՄԻՊ-ը։ Այո։ Հայաստանի ՄԻՊ-ը պետք է գնա, թե ոչ հարցս մի քիչ լավ չթվեցի, այլ պետք է ջանքեր գործադրի, որպեսզի կարողանա Միանշանակ տեսնում եք ջանքեր։ Ես ՄԻՊ-ի աշխատանքին խորացված ծանոթ չեմ, բայց ՄԻՊ-ը ունի ջանքեր գործադրելու ոնց որ համ հրանք, որտեղ ինքը այդ պաշտոնին
համ ինչ ասեմ, գործառույթ, միևնույն ժամանակ ՄԻՊ-ը ունի գոլեգաներ դուրս, որոնց մեջ պետք է գտնել նրանց, ովքեր Ադրբեջանի հետ լավ են, եւ եթե նման հարց կա, փորձել այդ հարցի լուծել։ Եթե դա հնարավոր է, ես չեմ կարծում, որ չեն անում կամ չեմ կարծում, որ մենք ցենց որ քննարկենք բանա փոխվելու, որովհետեւ շատ սպეციფიկ հարց է, իրավական հարց։ Իրավունքի մանավանդ միջազգային իրավունքի մեջ այն որ ամեն ստորակետը նշանակություն ունի, ես լավ չեմ պատկերացնում ինչ կարանք մենք անենք, որ ՄԻՊ-ը անենք կամ չանենք։ Այդ ոնց որ ՄԻՊ-ն է եւ ԱԳՆ-ն է մեծ հաշվով, այլով պիտի խառնվի։ Տրամաբանորեն, հա, որտեվ ասենք զուտ էմոցիոնալ կարանք հիմա, չգիտեմ, բավեր շապիկներս ճռենք, գորանք, հա, իհարկե, ոնց չէ, բա ոնց, բա հենց հիմա հելար նստար, շլյապը թակար, պերաշկի ուտելով գնացիր Բաքու, վերեցիր դրա, տես չի։ Գործ ենք անում, թե ցիլիկում ելույթ ենք ունենում։ Գործի առումով հենց որ ես նույնիսկ չգիտեմ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան կա, այսինքն մեր մարդու իրավունքների պաշտպանը ունի ինչ-որ մեկին ում ի պաշտոն է կարա իրան հավասար գրի։ Եթե չունի, պետք է Բաղրատ Միրզոյանը անի Բայրամովին, բայց արդյոք չի արվում։ Կամ արդյոք այդ հարցն է, որ մի բան պետք է արի։ Գիտեմ, նարեկ, լուրջ եմ ասում, չգիտեմ։ Ինձ համար շատ ցավալի է, որ իրանք ընդեղ են Բաքվում, բայց նու վայ վիկտիմս ասում։ Դա Եվ վերջում դուք ինչ եք կարծում, ի վերջո խաղաղության պայմանագիրը, որ այս իշխանությունը խաղաղություն իր համար կարևոր ձեռքբերում է համարում, երբ է վերջնական ստորագրվելու։ Այս փուլում ըստ էության անհնար է, որովհետև իշխանությունները դրա վրա ստավկա չեն անում։ Դե նարեկ ջան, ճիշտ ես, ի սկզբանե երբ այդ հարցը բարձրացավ, քո եթերներում երևի ինչքան կանչել ես, այդքան ասել եմ, որ խաղաղություն չկա, ոչ խաղաղության պայմանագիր կա։ Հիմա տեսել եմ, որ չի ստացվում, որակարգից դուրս է գալի, եւ քանի որ հարցումները թույլ են տալիս իրանց ենթադրել բավականին կոմֆորտ հաղթանակ, իրանք այդ հարցին կանեն չանդրադառնալ նույնիսկ։ Ինքը իր անունով կգնա մի օր կստորագրվի։ Հիմա ակտուալ չի։ Այսինքն ընտրություններից հետո էլ հնարավոր չէ դա։ Չէ, հնարավոր է, Նարեկ ջան, արի բան չանենք, խնդիրը չդիտարկենք այն տեսանկյունից հնարավոր է թե ոչ։ Դա իմպերատիվ է, այդ պայմանագիրը պետքա լինի, այդ պայմանագիրը պետքա բոլորին, բացի Պուտինից եւ երևի թե վերջերս առաջացած բաներից, Իսրայելից, որ հանգարց հանգստություն չլինի, բայց այն որ դա հնարավոր է եւ այն որ դա իմպերատիվ է եւ այն որ դա կլինի վաղը չէ այսօրը դրանք տարբեր օպերաներից ակնհայտ է պետք է լինի որովհետեւ ինքը այսօրվա դրությամբ այս պարագայում այս սահմաններով այս ուժային բալանսով Հայաստանի այս ապագայի հանդեպ այս տեսլականով եւ Ադրբեջանի տեսլականով որը որ իր մոտ կա որը որը չիրեմ Ադրբեջանի շուտով սիրիականացումը կլինի, որովհետև այս պատերազմը հենց ինչ չի անցնելու իր համար եւ մեծ հաշվով իսկ ինչ անում պետք է լինի այդ պայմանագիրը բայց արդյոք այդ պայմանագիրը կլինի վաղը չեմ այսօրը թե 3 տարի հետո ես որ ասում եմ Նիկոլենց համար ակտուալ չի իրանք ընտրությունների եթե բան չունենային ներկայացնելու իրանք կգնային ամեն ինչ կանեին որ ստորագրեն բայց ինչ-որ ուրիշ թեմաներ են առաջացել եւ այդ ուրիշ թեմաները հիմնականում եվրոպական։ Հա, պլյուս Իրանում պատերազմ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի։ Ես եմ շնորհակալ։